Վարդան։ Հա։ Վայ, ձեր հայտնի Ռուսաստանի տուրը, որի մասին 2 անգամ մեր հյուրերը հենց այնպեսում խոսել եմ, Սեզվեզդա Արմենիա, Սիբիր, ինչպես են քեզ մոռացել, այո։ Ունես վրեժ լուծելու հնարավորություն։ Հա։ Եվ այդ ավտոբուսի երկիչներից, դերասաններից ում կմոռանայր այդ նույն Սիբիրի սուպերմարկետում։ Մի րոպե մի ասա մի անգամից հարցեր եմ տալիս։ Մարտին Մկրտչյան թե Գուրգեն Դաբաղյան։ Մարտին։ Մարտինին թե Վարամ Պետրոսյանին։ Վարամին։ Վարամին թե Լիլիթին, Լիլիթ Հովանեսյանին։ Չէ, Լիլիթը կկորի, Վարամին։ Վարամ Պետրոսյանին թե Վաչե Թովմասյանին։ Չէ, Վարամին։ Ինչ արե Վարամը։ Վաչեն լավ է ումորը։ Վարամ Պետրոսյանին թե Միհրան Ծառուկյանին։ Միրանին։ Միհրան Ծառուկյանին թե Արմուշին։ Միրանին։ Եվ վերջին հարցը Միրանին թե Արամեին։ Արամեին։ Ինչ արե Արամը։ Որովհետև ես որից մոռացել էին, ես զանգում էի, իրանք արդեն մոտ մի 100 կիլոմետր գնացել են։ Ու զանգում եմ այդ ավտոբուսը 2 հարկանի է։ Իրանք գիտեն ես վերևը քնած եմ։ Զանգում եմ Արամեին, ասում ադե իջի, ներքևը խմում ենք, բան, ասում եմ ուր իջի, ես չեմ հասկանում ինչ է պատահում։ Նորից եմ զանգում, անջատում, հետո որ ես իրան ասեցի, որ ինձ մոռացել եք, եւ մի կես ժամ խնդում էր ինքը ու սա խնդում էր։ Չէի կարող հասկացնել, որ հա, տենց հա, ու ես ընդից որ ասում եմ մոռացել եմ, ասում եմ մենք ասում ենք գնացել ենք, ես ուսում եմ, ասում եմ արա լավ արա, ու այդ մնացել է, միջի հիմա ես որ Արամին զանգում հեռախոսը վերցնում, ասում եմ արա լավ արա։